Բարև ձեզ սիրելի հետևորդներ, եթերում հայացք դրսից հաղորդաշարն է, այսօրվա մեջ հյուրը Հարավային Կորեայից դասախոս Հյուսան Հանն է, ով դասախոսում է Հայաստանի Բիրուսովի անվան պետական համալսարանում, ինչպես նաև ուսանող է Երևանի պետական համալսարանում, ում նկարը պատահաբար հայտնվել էր մեդիա դաշտում, ներկայացվելով որպես իշխանական թևի աջակից հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ այստեղ եք։ Շնորհակալություն։ Դուք Կորեայից եք, բայց որոշեցիք ձեր մասնագիտական ճանապարհն անցնել Հայաստանում, որն էր այն պահը, երբ Հայաստանը ձեզ համար դարձավ ավելին, քան պարզապես աշխատանքի վայրն է։ Place work for me. Korean but clearly it's South Korean. Այն պահից, երբ ես հանդիպեցի այս հողի սպիներին, Հայաստանն ինձ համար դարձավ ավելին, քան պարզապես աշխատավայր։ Որպես կորեական պատերազմից Սփյուռքի ժառանգ, իմ ընտանիքի պատմությունն արմատավորված է տեղահանության ցավի մեջ։ Իմ անունը փորագրված է իմ տատիկի եւ պապիկի տապանակարի հետևի մասում, ովքեր ընդմիշտ լքել են իրենց հայրենի քաղաքը։ Անունը, որը նրանք ինձ տվել են, Յուսանգ է, որը նշանակում է պաշտպանել։ Կորեան եւ Հայաստանը կիսում են ինքնությունը պահպանելու ընդհանուր պատմության հսկայական փորձությունների մեջ։ Հետևաբար, ես կարծում եմ, ոչ թե ես եմ ընտրել Հայաստանը, այլ Հայաստանն է ընտրել ինձ։ Ինչպես է օտարերկրացի լինելու փորձը ձևավորել ձեր աշխարհայացքը եւ մասնագիտական ինքնությունը, հատկապես քաղաքականապես զգայուն միջավայրում։ Եթե գիտեք, մեր հասարակությունն ավելի քաղաքականապես զգայուն է համեմատած այլ երկրների հասարակությունների հետ։ I just feeling my society, my home country. Օտարերկրացի լինելը թույլ է տալիս ինձ իրավիճակին նայել դիտորդի տեսանկյունից։ Երիտասարդությանս տարիներին ես բռնության զոհ դարձա, որը պահանջեց վերականգնողական ուսի վիրահատություն, թողնելով ինձ խորը ֆիզիկական ու մտավոր սպիներ եւ անմարդկային խորը զգացումներ։ Վերապրելու իմ փորձը ձևավորել է իմ գիտական ինքնությունը, կենտրոնանալով համընդհանուր մարդու իրավունքների եւ ճշմարտության էության վրա, այլ ոչ թե կորչելով քաղաքական աղմուկի մեջ։ That time I feeling what is dehumanization. Հան, դուք խոսում եք 7 լեզվով, արդյոք լեզուներ իմանալը ձեզ ավելի շատ մոտեցնում է չեզոք լինելուն, թե սրում է ձեր քաղաքական գիտակցությունն ու քաղաքական դիրքորոշումները։ I think that my second language is like Լեզուները ճշմարտությունը որոնելու գործիքներ են։ Հայաստանն ավելի խոր է հասկանալու համար ես սովորեցի թուրքերենն ու ադրբեջաներենը, նրա հակառակորդների լեզուները։ Սա թշնամանքից դրդված չէր, այլ հասկանալու համար, թե ինչու են նրանք վախենում Հայաստանից։ Լեզուն քաղաքական զենք չէ, այն ակադեմիական վահան է, որն օգտագործվում է ճշմարտությունը բազմաթիվ անկյուններից խաչաձև ստուգելու եւ չեզոքության տարածքն ընդլայնելու համար։ Because I just want to know why they feeling fear about Armenia. It's really curious about. It's so interesting. And why did you choose TV? Ինչու ընտրեցիք հեռուստատեսային լրագրությունը որպես ձեր ուսումնասիրության ոլորտ եւ սկզբում ինչպիսի լրագրող էիք պատկերացնում ձեզ եւ ինչ եք դարձել այսօր։ What did you become now? The visual media is a visual media. Վիզուալ մեդիան դոկումենտալ ֆիլմեր նկարելու հզոր միջոց է, բայց այն կարող է նաև լինել խաբուսիկ սեր։ Ինֆոբիա ֆիլմը ճանաչվել է տարբեր միջազգային փառատոներում, այդ թվում ԱՀԿ-ում եւ Հայաստանի Վանշուկ միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում։ Հետազոտելով թե ինչպես է մեդիան մանիպուլացնում վախը եւ մեկուսացնում անհատներին, ես իրականացրի իմ առաքելությունը՝ լինել ժամանակակիր, որը պաշտպանում է ճշմարտությունը աղավաղված շրջանակումներից։ Որքանով է ձեր կրթությունը ձեզ պատրաստել Հայաստանում քաղաքական ճնշումներին դիմանալուն ու հանրային պիտակավորմանը դիմանալուն։ Ես դրա մասին տեսականորեն էի սովորել, բայց իրականում բնավորության կորուստն այլ մակարդակի վրա էր։ Սակայն անցյալի դժվարություններն ինձ սովորացրին դիմակայունություն։ Ոչ մի խարան չի կարող կոտրել իմ ակադեմիական ազնվությունը։ Ամեն դեպքում այս ճնշումը կծառայի որպես վառօրինակ լրատվամիջոցների համար, որոնք ես կներկայացնեմ միջազգային հաստատություններին եւ որպես էթիկական կրթական նյութ իմ ապագա ուսանողների համար։
Որպես արտաքին դիտորդ, ինչպես կնկարագրեիք Հայաստանի ներկայիս մեդիա դաշտը, ավելի ազատ, թե ավելի քաղաքականապես կախված կուսակցություններից։ Ես ուսումնասիրել եմ հայոց պատմությունն ու շատ լավ գիտեմ այն։ Ես գիտեմ այն սկսած խորհրդային տարիներից։ Գիտեմ նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, Արցախյան 2016, 2020, 2023 թվականների պատերազմների մասին։ Բայց սովետական Հայաստանի քաղաքական դաշտը մինչև ներկայիս քաղաքական վիճակին հասնելը շատ է փոփոխվել։ Այստեղ հեղափոխություն է եղել, շատ փոփոխություններ կան երկրում։ Հան, վերջերս ձեզ մեղադրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը լինելու մեջ, մասնավորապես իր կողմից կազմակերպված ուխտերթին ձեր ներկայության պատճառով։ Ինչպես կբացատրեք, ինչու էիք այնտեղ հայտնվել եւ ինչպես։ I can say like this. That time, that day. Այդ օրը, այդ պահին իմ ներկայությունն այնտեղ 100%-ով պատահական էր։ Ես գիտեմ, որ այն Սուրբ Աննա եկեղեցին էր։ Ես նաև քրիստոնյա եմ, բայց ոչ կաթոլիկ կամ բողոքական։ Ես նույնպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Դա իմ անձնական հոգևոր կյանքի մի մասն է կազմում։ Այսինքն դուք հավատում եք հայ առաքելական եկեղեցուն։ Այո, դրա համար ես խաչակնքվում եմ ձախից աջ, ոչ թե հակառակը։ 2011 թվականին բռնության զոհ դառնալուց ի վեր ես ամենամեծ բուժումը գտել եմ կրոնական արարողությունների ժամանակ։ Ես պատկերացում անգամ չունեի, որ վարչապետն այնտեղ կլինի։ Կորեայում չկա հայկական եկեղեցի։ I need healing through the religious services. Այդ իրավիճակում դուք ձեզ հիմնականում լրագրողի, քաղաքացու, թե պարզապես դիտորդի դերում էիք տեսնում, ու արդյոք այդ ինքնաընկալումը համապատասխանում էր հանրային ընկալմանը։ I'm a religious person. I'm just Ես ընդհանրապես հավատացյալ մարդ եմ։ Ձեր կարծիքով, Հան, ֆիզիկական ներկայությունն ինքնին քաղաքական գործողություն է Հայաստանի նման բևեռացված հասարակությունում, թե ոչ։ Actually, I'm as a researcher. Որպես հետազոտող կասեմ մի բան։ Եթե հետազոտողը չգիտի մի բան, բայց ասում է գիտեմ, դա էլ է խնդիր։ Օրինակ ես ուսումնասիրում եմ հայոց պատմությունն Օսմանյան շրջանում, ներառյալ հայոց ցեղասպանությունը։ Դա նորմալ է, բայց գիտեմ, որ ցեղասպանությունը նորմալ չէ։ Ցեղասպանությունը մեր հիշողության մեջ է։ Ուստի եթե դուք ինձ հարցնեք ինչ քաղաքական հայացքներ ունես այդ մասին, ես կասեմ իմ հետազոտությունների թեման միայն ցեղասպանությունն է։ Ես չգիտեմ հեղափոխության կամ քաղաքական փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետությունում։ Ուստի ես կպատասխանեմ միայն այդ թեմատիկ հարցերին, կապված Հայաստանի քաղաքականության հետ։ It's not to something. Oh, I got a genocide. It's really weird, this grammar. Դուք նշում եք, որ հետազոտում եք հայոց ցեղասպանությունը, ուստի չեք կարող քաղաքական տեսակետ չունենալ դրա մասին։ Ու եթե տեղյակ եք, մեր կառավարությունը հաճախ է մեզ հիշեցնում, որ մենք չպետք է խոսենք դրա մասին։ Չասենք մոռանալ, բայց ասում են, որ չպետք է խոսենք դրա մասին, որովհետև հասարակություններն ու կառավարությունները փոխվում են, ու նրանք մեզ ասում են, որ այսօրվա Թուրքիան այնպիսին չէ, ինչպիսին 1915-ին էր։ Այսպիսով, ինչ եք կարծում, ինչպես հաղթահարել այս իրավիճակը, մոռանալ ցեղասպանությունը, թե հիշել ու գնալ դրա ետևից։ Նախ կասեմ մի բան։ Ես ընդհանրապես հետազոտող եմ։ Ես ընդհանրապես գրում եմ այդ մասին, բայց ես դատավոր չեմ, ոչ էլ դատապարտող։ Դատապարտողը հայ ժողովուրդն է, բայց ես հայ չեմ։ Ես ընդհանրապես գրող, արձանագրող ու հետազոտող եմ։ Հայերի պատմությունը հայերի համար է։ Ես ընդհանրապես օգնում եմ հայերին, որպես օտարերկրյա հետազոտող։ Ես ընդհանրապես գիտեմ պատմություն ու հետազոտում եմ այն։ Այսպիսով ստացվում է, որ դուք ոչ մի քաղաքական հայացքներ չունեք հայոց ցեղասպանության մասին։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այսպիսով ավարտելով հարցազրույցը, դուք ձեզ այս պահին ով եք համարում։ Միջազգային լրագրող, թե մասնագետ, ով խորապես ներգրաված է Հայաստանի քաղաքական իրականության մեջ։ Ես ուզում եմ լինել միջազգային լրագրող եւ գիտնական, որը խորացած կլինի Հայաստանի իրականության մեջ։ Հաջորդ տարվա մարտից սկսած ես կորեերեն կդասավանդեմ Բրյուսովի համալսարանում, իսկ պրոֆեսորի պաշտոնում նշանակվելուց հետո կնվիրվեմ Հայաստանի ճշմարտությունը աշխարհի հետ կիսելու։ Ես ուզում եմ մնալ այնպիսի մարդ, որը պաշտպանում է Հայաստանի ձայնը, ինչպես իմ անունը՝ Liu Sang։ Շատերը հարցնում են ինչու Հայաստանը։ Ես հիմա պատասխանում եմ։
Ես չեմ ընտրել Հայաստանը, Հայաստանն է ընտրել ինձ, ու Աստծո, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ամեն։ Հիմա ինձ համար ամենադժվար ժամանակն է որպես հետազոտող, որպես ուսանող ու որպես հրավիրյալ դասախոս, բայց սա հենց այն պահն է, երբ իմ Աստված ինձ տվել է հնարավորություն։ Եթե ես ուզում եմ մեքենա, տուն, Աստված ինձ այն չի տալիս, այլ նա ինձ տալիս է հնարավորություն տուն կամ մեքենա ունենալու։ Այսպիսով ես իսկապես շնորհակալ եմ թե ձեզ, թե այս հաղորդմանը, ինձ այս հնարավորությունը տալու համար։ That's why I always say yes, սիրում եմ շատ, սիրում եմ Հայաստանը like this. Հայաստանն էլ սիրում է ձեզ։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դենսիելի հետևորդներ, ավարտին մոտեցավ Հայացք դրսից հաղորդաշարը, շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հիշեցնենք, որ այսօրվա մեր հյուրը Հարավային Կորեայից Յուսան Հանն էր։ Մինչ հաջորդ հանդիպում։